Հայաստան համահայկական հիմնադրամի այս տարվա հայրենիք հավերժություն դրամահավաք արշավը ոչ միայն ապահովել է զգալի ֆինանսական արդյունք, այլև ազդարարել է հիմնադրամի վերադարձը երկարաժամկետ ռազմավարական զարգացման ծրագրերին։ Արշավի արդյունքներն ամփոփել են մամուլի ասուլիսի ընթացքում, որտեղ ներկայացվել են հավաքագրված միջոցները, ծրագրերի նպատակը եւ առաջիկա քայլերը։ Այս տարվա դրամահավաք արշավն ուղղված է Սյունիքի մարզի Սպանդարյան ջրանցքի վերակառուցմանը, մի ծրագիր, որը կենսունակ նշանակություն ունի մարզի ջրային անվտանգության, գյուղատնտեսության զարգացման եւ համայնքների սոցիալ-տնտեսական կայունության համար։ Վերակառուցման արդյունքում 2800 հեկտար հողատարածք կստանա արդյունավետ ոռոգում, իսկ Սառնակունք, Իշխանասար, Ծղուկ, Սպանդարյան, Անգեղակոտ եւ Շակ բնակավայրերում ապրող 730 ընտանիքներ կդառնան ծրագրի անմիջական շահառու։ Ասուլիսի ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահի օգնական Արամ Իսավետիսյանն ընդգծեց, որ հիմնադրամի գործունեությունը միշտ եղել է պետությանն աջակցելու եւ զարգացման բացերը լրացնելու նպատակին ծառայող հարթակ։ Նրա խոսքով վերջին տարիների ճգնաժամային իրողությունները հիմնադրամին ստիպել էին կենտրոնանալ հումանիտար ուղղության վրա, սակայն այս տարվա դրամահավաքը շրջադարձային էր։ Միայն Սպանդարյանի ամբողջական վերակառուցումը հնարավորություն կտա շուրջ 7%-ով ավելացնել մարզում ոռոգելի հողատարածքների ծավալը։ Սակայն ծրագրի կարևոր կոմպոնենտները միայն տնտեսական եւ սոցիալականը չեն։ Ժամանակակից աշխարհում քաղցրահամ ջրի պաշարները դարձել են քաղաքակրթության մեծագույն մարտահրավերներից մեկը։ Մենք արդեն տեսնում ենք երկրներ, որոնք ունեն ջրային ճգնաժամերի պատճառով ստիպված են տեղափոխել մայրաքաղաքները կամ փոխել զարգացման ամբողջ ռազմավարությունը։ Հայաստանը բնության կողմից այս իմաստով բավականին առատորեն օժտված է, բայց դա ինքնին երաշխիք չէ։ Եթե մենք թույլ տանք ջրի այնպիսի կորուստներ, ինչպիսիք ունենք Սպանդարյանում, օրինակ մինչև 70% ջրային կորուստներ, վաղ թե ուշ մենք էլ հայտնվելու ենք նման ճգնաժամի առաջ։ Սպանդարյան ջրանցքը կառուցվել է դեռևս 1940-ականներին եւ սկիզբ է առնում Ծղուկ գետի ակունքից 2280 մետր բարձրությունից։ Տարիների ընթացքում ջրանցքը դարձել է վթարային, ունենալով մինչև 70% ջրային կորուստ, ինչի հետևանքով մի շարք համայնքներ զրկվել են ոռոգման ջրից։ Այս խնդրի տեխնիկական եւ պատմական կողմերին անդրադարձավ Հայաստան համահայկական հիմնադրամի փոխտնօրեն Արարատ Խիղաթյանը, նշելով, որ վերակառուցումը կենսական անհրաժեշտություն է։ Այն կառուցվել է 1940-ականներին, ապահովելով ոռոգում Սիսիան խոշորացված համայնքի 6 բնակավայրերի համար՝ Սառնակունք, Իշխանասար, Ծղուկ, Սպանդարյան, Անգեղակոտ եւ Շաքի։ Ջրանցքի սպասարկման տարածքը կազմում է շուրջ 2800 հեկտար։ Ներկայումս ջրանցքը վթարային է։ Դրամահավաք արշավի կազմակերպչական նոր մոտեցումներն ու ֆինանսական արդյունքները ներկայացրեց հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Զարուհի Ազնաուրյանը։ Նրա խոսքով այս տարվա ավանդական մեկօրյա միջոցառման փոխարեն իրականացվել է մեկամսյա ինտենսիվ դրամահավաք արշավ, որը տվել է զգալի արդյունք։ Վերոհիշյալ միջոցառումների արդյունքում հավաքագրվեց ընդհանուր շուրջ 17 միլիոն ԱՄՆ դոլար։ Հավաքագրված գումարը վերջին տարիների միջինացված տվյալների համեմատ բարձր է մոտ 30%-ով, ինչը խոսում է հիմնադրամի համահայկականության եւ հիմնադրամի նկատմամբ վստահության դինամիկ աճի մասին։ Նշվեց, որ Հայաստանում այս պահին հավաքագրվել է 674.5 միլիոն դրամ, իսկ տեղական մարմինների կողմից 7.5 միլիոն ԱՄՆ դոլար, որոնք կուղղվեն ինչպես Սպանդարյանի ջրանցքի վերակառուցմանն, այնպես էլ այլ նպատակային ծրագրերի։ Մասնավորապես Գյումրիում կկառուցվեն 3 բազմաբնակարան շենքեր, նախատեսված Արցախից տեղահանված եւ երկրաշարժից տուժած ընտանիքների համար, նաեւ կիրականացվեն մշակութային, առողջապահական, գյուղատնտեսական եւ այլընտրանքային էներգետիկ ծրագրեր։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։